մեզ միշտ մեղադրել են նրա մեջ, որ մենք չափազանց ռազմավարական մոտեցում ունենք։ Մենք ներկայացնում ենք ռազմավարական ծրագրեր, որոնք շարքային, հասարակ, ընտրողին ոչ մի բան չեն ասում։ Դա եղել է մեր մեղադրանքը միշտ, հետապնդել է մեզ տարիներ շարունակ։ Ես պիտի ընդունեմ, որ չնայած ռազմավարական հարցերում մեր ծրագրերը եղել են ճշգրիտ, բայց շատ հաճախ մենք չենք խոսացել այն մարդկանց մասին, որոնք ի վերջո այդ ծրագրերի իրականացման վերջին ստացողներն են, այսինքն իրենք են ի վերջո ստանալու այն օգուտները, որոնք կապված են այդ ծրագրերի իրականացման հետ։ Ընդունում եմ, ներողություն եմ խնդրում դրա համար, բայց մենք մեր ծրագիրը այնպես կառուցեցինք, որ նաև հաշվի առնելով, որ ներառականությունը այսպես կոչված, դա գլխավոր սկզբունքներից մեկն է, որ մենք որպես շահառու այս ծրագրին ներառենք մեր բոլոր քաղաքացիներին, այսինքն մենք ուսումնասիրել ենք եւ գործարարների կյանքը, եւ սովորական աշխատավորների կյանքը եւ խնդիրները, գյուղացիների, ասենք օրեր շարունակ, ժամեր շարունակ մենք քննարկել ենք գյուղացիների խնդիրները, զինվորականների, ուսանողների, մտածել ենք ինչա պետք անել, որ մեր ընտանիքներին օգտակար աջակցություն լինի, կանանց, երեխաներին։ Այս ամեն ինչը արել ենք, բայց ես դες պետք է խոստովանեմ, որ այնուամենայնիվ չնայած այս բոլոր ուղղություններով մենք ինչ-որ բան առաջարկում ենք, մենք այսպես ենք մտածում, որ մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդությունը։ Ինչու՞։ Որովհետև եթե մենք ցանկանում ենք փոխել Հայաստանի տեսլականը դեպի այն իդեալը, որ մենք ուզում ենք ներկայացնենք, մենք առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապագայի հետ։ Ապագան կերտելու բանալին ապագայի հետ աշխատելն է։ Եվ մեր ծրագրի գլխավոր ուղղությունը ապագան է։ Դա շեշտվում է եւ մեր թիրախային լսարաններով, դա շեշտվում է նաեւ այն տեխնոլոգիական հեղափոխության նախագծով, որը մենք ներկայացնում ենք մեր ծրագրում։ Բայց այս ամենը ասելով, մենք պետք է ասենք, որ ի վերջո բոլոր մեր քաղաքացիներին համար ինչ որ բան անելը, նրանց կյանքը դեպի լավը փոխելը, այնուամենայնիվ պահանջում է ունենալ ռազմավարություն։ Մի բան, որ Հայաստանի քաղաքական ուժերը չեն տալիս ու երբեք չեն տվել։ Մեր քաղաքական ուժերը Հայաստանի միշտ խոստումներ են տվել, միշտ հեռանկարներ են փայլուն կյանքի նկարագրել, բայց երբեք պարզ չի եղել, թե իրենք ինչ են, ոնց են ուզում այդ ամեն ինչին հասնել։ Եվ դրա վառ օրինակը, որ մեր քաղաքական ուժերը կարծես ռազմավարական լուծումներ չեն տրամադրում, չեն մատուցում, այն է, որ 2017 թվականին միակ քաղաքական ուժը, որը ուներ Հայաստանի գլխավոր մարտահրավերի Ղարաբաղյան խնդրի չլուծվածության վերաբերյալ ռազմավարություն, դա Հայ ազգային կոնգրեսն էր։ Մնացած քաղաքական ուժերը չունեին ռազմավարություն։ Ավելին արդարացնում էին այդ ռազմավարություն չունենալը նրանով, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է, որովհետև ժողովուրդը դա լուծել է։ Այդ ասենց ասեմ, ռազմավարական մտածողության աղետալի դեֆիցիտը բերեց աղետալի հետևանքների։ Եվ ես մեր ծրագիրը ուզում եմ ներկայացնեմ գլխավորապես այս պրիզմայով։ Այսինքն, որն են այն գլխավոր ստրատեգիական, ռազմավարական մարտահրավերները, որոնց այսօր բախվում է Հայաստանը։ Թույլ տվեք դրանք ներկայացնել եւ նաեւ պարզաբանել, թե այդ բոլոր ուղղություններով մենք ինչ ենք ուզում անել։
Իհարկե սրանով ես մի քիչ կպարզեցնեմ, բոլոր դետալներին չեմ անդրադառնա, բայց այնուամենայնիվ գլխավոր խնդիրներին ուզում եմ անդրադառնամ։ Ուրեմն առաջին ստրատեգիական ռազմավարական մարտահրավերը, որին մենք բոլորս բախվում ենք, դա խաղաղության հարցն է։ Բոլորս հասկանում ենք, որ եթե մենք ուզում ենք մեր սերունդներին բարեկեցություն, բարգավաճություն, չգիտեմ, անվտանգություն, վստահելի հայացք դեպի ապագա պարգևենք, դրա համար պետք է առաջին հերթին ապահովել խաղաղության հարցը, մեր անվտանգության հարցը։ Եվ այստեղ մենք պետք է պատասխանենք գլխավոր հարցին։ Ըստ էության հիմա պայքարում են երկու կոնցեպտ։ Մեկը դա խաղաղության փաշինյանական կոնցեպտն է, որը եթե մենք շատ ուղիղ բացենք, դա հետևյալն է։ Մենք կհասնենք խաղաղությանը, եթե Ադրբեջանը դառնա Հայաստանի տերն ու տիրակալը։ Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Ուրիշ բան չի ասվում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն խաղաղության բանալին նրանք փնտրում են նրա մեջ, որ ինչ Ադրբեջանը մեզանից ուզում է, մենք պետք է անենք։ Սա է իրենց խաղաղության բանալին։ Սա իհարկե նախ որպես հեռանկար մեզ համար անընդունելի է, որովհետև այդ դեպքում ուր է Հայաստանը, եւ երկրորդը, երբ որ իրենք փորձում են, ինչպես Չերչիլն էր ասում, ընտրություն կատարել նվաստացման եւ պատերազմի միջև, եւ ընտրում են նվաստացումը, ստանում են սկզբից նվաստացումը, իսկ հետո միևնույնն է պատերազմը։ Այսինքն այս կեղծ մի բան է, խաղաղություն է, կեղծ բանաձև է, վտանգավոր բանաձև է, որը ասում եմ այլ նպատակի մեջ չի բերելու, քան Ադրբեջանի տերն ու տիրակալը դառնալը։ Իսկ երբ որ դառնում է տերն ու տիրակալ, արդեն մենք չենք որոշում մեր հարցերը, որոշելու է Ադրբեջանը։ Եվ այսօր մենք դրա բոլոր դրսևորումները տեսնում ենք։ Այսօր մեզնից պահանջում են անկախության հռչակագիրը հանել մեր երկրի գլխավոր փաստաթղթից, համարդությունից, շատ լավ հասկանալով, որ խարխլում են դրանով մեր անկախ պետականության վերստեղծման իրավական հիմքերը։ Այսօր մեզանից պահանջում են, որ մենք ընտրենք շատ կոնկրետ մարդու, որը իրենց կուսակալն է եւ իրենց խամաճիկը, եւ որը պետք է զբաղվի միայն մի գործով՝ կոտրել, խարխլել Հայաստանի դիմադրողականությունը, կոտրել Հայաստանի ողնաշարը։ Ուրիշ գործով չեն զբաղվելու։ Նիկոլ Փաշինյանը ուրիշ գործով չի զբաղվելու։ Իսկ Ադրբեջանի համար շատ հարմար է, երբ որ իշխանությանը մի մարդ, որը առանց մի պատրոն կրակելու անում է այն գործը, որը իրենք կուզեին, որ արվեր։ Եվ ուրեմն դրան մենք հակադրում ենք ինքնիշխան խաղաղության կոնցեպտը, որտեղ մենք խոսում ենք նրա մասին, թե ինչպես բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, ավելացնել ժողովրդագրական պոտենցիալը, ավելացնել տնտեսական պոտենցիալը, արագ լուծումներ գտնել միջազգային ասպարեզում հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ եւ նոր կոալիցիաներ ստեղծելու ուղղությամբ։ Բայց գլխավոր մեխը այդ ծրագրի այն է, որին ես հիմա կանցնեմ երկրորդ այս ստրատեգիական մարտահրավերի մասին խոսալու ժամանակ, դա այն է, որ մենք հիմա բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի մարզերից մեկը, Սյունիքը, համաշխարհային աշխարհաքաղաքական կարևորություն է եւ նշանակություն է ձեռք բերել, որովհետեւ տրանզիտային մեծ պոտենցիալ ունեցող ռեգիոն է, այսինքն մի ռեգիոն է, որը գերտերություններին հետաքրում է իրենց տնտեսական, առևտրատնտեսական եւ տրանզիտային պլանների իրականացման հարցով։ Եվ այստեղ մենք ունենք արդեն մեծ պայքար, որը Նիկոլ Փաշինյանը նորից փորձում է լուծել հայտնի այդ TRIP նախագծով,
որը ոչ մի բան չէ, այլ քան Զանգեզուրի միջանցքի իրականացումը մի բանաձևով, որում մենք ըստ էության կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, որովհետև վերջին փաստաթուղթը հունվարի 14-ին ստորագրված հուշագիրը ցույց է տալիս, որ 99 տարով այդ գոտին, որտեղ պետք է կառուցվի այդ միջանցքը եւ այդ ուղին, տրամադրվում է բացառիկ օգտագործմանը թրիփ զարգացման ընկերությանը, որում ճնշող մեծամասնությունը ակցիաների պատկանելու է ամերիկյան կառավարությանը։ Հետևաբար, օրինակի համար, եթե այս ձևով այս հուշագիրը իրականացվի, մենք ստանալու ենք մի վիճակ, որտեղ Հայաստանը, եթե օրինակի համար ցանկանում է կառուցել Հայաստանը Իրանին կապող երկաթուղի, դա չի կարողանալու անել 99 տարի շարունակ առնվազն, որովհետև ի վերջո այդ ակտիվի, այդ հողատարածքների կառավարումը մեր ձեռքում չի լինելու, դա մեր փոխարեն են որոշելու։ Հետևաբար, դա երկրորդ մարտահրավերն է, որի լուծումը պետք է տանք եւ կարծես նորից քաղաքական ուժերը Հայաստանի չեն անդրադառնում այդ մարտահրավերին։ Իսկ մենք ունենք դրա լուծումը, որը մենք առաջարկում ենք, որն է BRICS ներողություն, այսպես կոչված պայմանական TRIP plus BRICS նախագիծը։ Այսինքն մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ պետք է ստեղծվի Զանգեզուրյան հանգույց, ոչ թե միջանցք, այլ հանգույց։ Եվ մենք պետք է ներդաշնակեցնենք տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը։ Զանգեզուրը կամ Սյունիքը որպես տրանզիտային գոտի պետք է գործի ոչ միայն մեկ ուղղությամբ արևմուտք-արևելք, որը սպասարկում է շատ կոնկրետ գերտերությունների շահերը, Ադրբեջանի շահերը, Թուրքիայի շահերը, տրամադրելով Ադրբեջանին անխոչնդոտ հաղորդակցություն, բայց որը չի լուծում Հայաստանի տնտեսական խնդիրները, Ադրբեջանից կախվածության խնդիրը, որովհետև մեր բոլոր ստրատեգիական կոմունիկացիաները այս պրոյեկտի իրագործման դեպքում անցնելու են կամ Ադրբեջանով կամ Թուրքիայով։ Այսինքն սա նորից մտնում է այն մոդելի մեջ, որի մասին մենք խոսեցինք, որ Հայաստանում տերն ու տիրակալը դառնալու է Ադրբեջանը։ Եվ ահա մենք առաջարկում ենք դրա լուծումը, մենք առաջարկում ենք, որ Հայաստանը պետք է ստորագրի իր դարի գործարքը, նմանատիպ նրան, ինչ որ 1994 թվականին ստորագրեց Ադրբեջանը, երբ որ աշխարհը կռվում էր իր նավթի շուրջ եւ ինքը վերջապես գտավ լուծումը, հիմա աշխարհը կռվում է մեր ստրատեգիական ակտիվի շուրջ, Զանգեզուրի, Սյունիքի այդ տրանզիտային տարածքի համար, եւ մենք պետք է գտնենք մեր դարի գործարքը։ Եվ այդ հանգույցը պետք է գործի երկու ուղղություններով, ոչ միայն արևելք-արևմուտք, այլ հարավ-հյուսիս։ Հետևաբար մեր խաղաղության, ինքնիշխան խաղաղության մեխը դա Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումն է։ Դա լուծելու է մի քանի խնդիրներ, դա Հայաստանը եւ Վրաստանը կդարձնի տրանզիտային գոտի Սև ծովի եւ Պարսից ծոցի միջև, դա կբացի ամենակարևորը Հայաստանի շուկայի հասանելիությունը դեպի հնդկական օվկիանոսի նավահանգիստներ, ինչպիսիք են Բենդեր Աբասը եւ Չահաբարը։ Դրա կարևորության մասին ինձ թվում է ավելորդ է խոսել, որտեղ դա մի կողմից կեժանացնի սպառման ապրանքների գները մեր շուկաներում, այսինքն կթեթևացնի մեր բնակչության ծախսերը, բոլորին դա օգուտ կբերի, բայց դա նաև կդարձնի մեր ապրանքները մրցունակ գլոբալ հարավի շուկաներում։ Հիմա տնտեսական, այսպես ասած, շեշտը փոխվում է դեպի գլոբալ արևելք, գլոբալ հարավ ներողություն։ Այսինքն Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան, Վիետնամ եւ այլն եւ այլն։
Այսինքն կապը այդ երկրների համար, այդ երկրների հետ Հայաստանի տնտեսության մրցունակության տեսակետից ամենակարևոր խնդիրներից է։ Եվ ես նորից եմ ասում, սա վերացական խոսակցություններ չեն։ Այս պրոյեկտի իրագործումը ամեն մեկը Հայաստանում կզգա իր մաշկի վրա, կզգա ինչքան իր կյանքը լավանում է, ինչքան է ակտիվանում տնտեսությունը Հայաստանում եւ ինչ կարևոր դերակատարություն է սկսում ստանձնել Հայաստանը տնտեսական աշխատանքի միջազգային բաժանման մեջ։ Երրորդ խնդիրը մենք կարծում ենք էլի շատ լուրջ խնդիր է, դա մեր տնտեսական անվտանգության խնդիրն է, որտեղ ամենակարևոր խնդիրը մեր էներգետիկ անվտանգությունն է։ Դրա մասին ավելի մանրամասն կխոսի Արամ Մանուկյանը, բայց ես ընդհանրապես ուզում եմ հետևյալ շեշտադրում անել, որ չգիտես ինչի մեր հասարակության, մեր հանրության մեջ կա sense մի հատ հանգստության մի հատ վիճակ է կապակցությամբ, կարծես բանա ամեն ինչ այսպես կա եւ լինելու է առանց դրա մասին մտածելու։ Մինչդեռ մենք պետք է հասկանանք, այսօրվա տնտեսական կայունությունը Հայաստանի խարսխված է մի պարզ փաստի վրա, որ մենք երևի աշխարհում ստանում ենք միջազգային շուկայում ամենաէժան գազը։ Սա այն խարիսն է, որի վրա այսօր մեր տնտեսության կայունությունը ուղղակի հիմնվում է։ Եվ պարզվում է, երբ որ ամբողջ աշխարհը հիմա էներգետիկ ճգնաժամի մեջ է, երբ որ Եվրոպական միությունը, որը կարծես մեզ պետք է օգնի, ինքը օգնության կարիք ունի, որովհետև վառելիքի եւ էներգետիկայի գները այնտեղ այն աստիճանի են բարձրացել, որ դա արդեն բերում է ճգնաժամային երևույթների։ Այդ վիճակում մենք չենք մտածում, որ այս մեր հանգստությունը վարքյանաբար կարող է խարխլվի։ Վարքյանաբար այս փոթորկալից աշխարհում։ Եվ մենք ոչ մի բան չենք նախատեսում այդ էներգետիկ անվտանգության խնդիրները ապահովելու համար։ Մինչդեռ, ասում եմ, սա ամբողջ աշխարհը հիմա մտածում է նորից վերադառնալ դեպի ատոմային էներգետիկա, մտածում են այդ պրոյեկտները ոնց իրականացնեն, եւ մենք չմոռանանք, որ Հայաստանը կանգնած է նույն խնդրի առաջ, որտեղ մեր ատոմակայանը մաշված է, այն պետք է ոչ թե փոխարինվի կամ վերանորոգվի, ուղղակի պետք է նոր ատոմակայանի ստեղծում։ Այնտեղ պարոն Մանուկյանը հուսով եմ խոսա նաև ջրային ռեսուրսների կառավարման մասին, մեկ այլ ստրատեգիական բան է մեր տնտեսության համար։ Մի աղետի մասին ոչ ոք չի խոսում։ Մեր հանրությունը կորում է, թաթախվում է խաղամոլության եւ թմրամոլության մեջ։ Սա ամենաահավոր վնասն է, որ կարող ենք մենք կրել, բացի այն վնասներից, ինչ որ ես արդեն խոսեցի, որոնք առաջնային են։ Ու դա հիմնականում կապված է մեր ապագայի հետ, մեր երիտասարդների հետ։ Միլիարդներ դոլարների մեր Հայաստանի քաղաքացիները պարտվում են on-line կազինոներում, ընկնում են պարկի մեջ, քանդում են ընտանիքներ, եւ այս ամեն ինչը իսկապես մի մեծ քար է գցում Հայաստանի ապագայի եւ մեր զարգացման հեռանկարների վրա։ Մենք պետք է գիտակցենք այս աղետի մասշտաբը եւ պետք է քայլեր ձեռնարկենք այս աղետը կանխելու նպատակով եւ մեր ծրագրում դրան նվիրված է շատ լուրջ տեղ եւ անգամ մենք խոսում ենք բացի սովորական մեթոդներից, որոնք տարբեր երկրներում արդեն ապրոբացված են, փորձարկված են, մենք խոսում ենք բարձր տեխնոլոգիաներով, մասնավորապես արհեստական բանականության մեթոդների մասին, որ կարող է օգտագործվել այս չարիքի դեմ պայքարում։ Եվ վերջին մեխը, եւ ես կարծում եմ շատ կարեւոր է հասկանալ նաեւ այս ստրատեգիական խնդիրը, դա տեխնոլոգիական հեղափոխության մեր նախագիծն է, որը լուծում է ամենակարևոր հարցը։ Այսօր աշխարհը դա առաջին հերթին տեխնոլոգիական աշխարհ է։ Այսօրվա աշխարհի տնտեսությունը դա առաջին հերթին տեխնոլոգիական տնտեսություն է։
ով հետ է մնում տեխնոլոգիաներից, նա հայտնվում է այդ իմ արդեն նշված համաշխարհային տնտեսական աշխատանքի բաժանման գործում ամենացածր օղակներում։ Իսկ դա նշանակում է մենք հայտնվելու ենք աղքատների շրջանում։ Եթե մենք ուզում ենք լինենք հաջողակը, հարուստը, բարգավաճողը, բարեկեցիկը, մենք պետք է լինենք այդ համակարգի վերին օղակում, ինչը նշանակում է, որ մենք պետք է անմասն չլինենք, ավելին դեռ մի բան էլ առաջ ընկնենք աշխարհի տեխնոլոգիական առաջընթացում։ Իմացեք, ոչ մի երկիր իր տեղը արևի տակ չի գտնելու, եթե չունենա գոնե ինչ որ խորշային տեխնոլոգիաներ, որոնցում այդ երկիրը բոլորից առաջ է։ Եվ մեր ծրագիրը նաև խոսում է դրա մասին, թե ինչպես դա անել, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիական պրոգրեսի առաջընթացի առաջատարներից մեկը Հայաստանում։ Ինչ ասեմ, մի վերջին բանը ուզում եմ ասեմ, ուղղակի ես կխնդրեի, որ ուրեմն մեր ծրագիրը այսօրվանից հրապարակված է anc.am սայթում, մեր վեբսայթում, ահա, տեսեք, սենց բաժիներով դա դրված է եւ մենք շատ հարմար ձևով ենք դա կազմակերպել, այսինքն օրինակի համար, հա, եթե դուք մտնում եք անվտանգության եւ խաղաղության բաժինը եւ ցանկանում եք օրինակի համար Trip plus BRICS հայեցակարգի մասին ձեր պատկերացումը ստանաք, քլիկ եք անում եւ այդ ամբողջ ծրագիրը բացվում է ձեր առաջ, այսինքն այնպես է կազմակերպված, որ մարդիկ շատ հեշտ գտնեն այն թեմաները, այն խնդիրները, որոնց շուրջ օրինակ ուզում են հասկանալ ինչ ենք մենք ուզում անել։ Օրինակի համար, եթե ձեզ հետաքրքրում է գյուղատնտեսությունը, դուք իջնում եք հատուկ ուրեմն Էսա տնտեսության բաժնում, տեսնեք մի քիչ ներքև կա գյուղատնտեսության բաժինը։ Բացում եք դա, որովհետև ասենք շատերին կհետաքրքրի այդ խնդիրը, ասեմ մենք այդտեղ հեղափոխական լուծումներ ենք առաջարկում մեր գյուղացու համար, որը երաշխավորված եկամտաբերություն կբերի մեր գյուղացուն։ Մենք առաջին անգամ առաջարկում ենք պետական օպերատորի կոնցեպտը, որը ձեզ կներկայացնի Արտակ Առաքելյանը, այդ հեղինակներից մեկը։ Այստեղ իդեպ բանակային ռեֆորմի հեղինակը պետք է լիներ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, բայց ինքը այսօր մի քիչ առողջական վիճակը լավ չէր, չուզեցավ ձեզ բոլորին վարակի եւ դրա համար այսօր փոխադարձ համաձայնությամբ ինքը չի մասնակցում այս հավաքին։ Բայց ուզում եմ ասեմ, մենք դիմել ենք լուրջ մասնագետների, մենք ինքներս ենք դրել մեր տեսլականը, մեր մոտեցումները եւ ստացել ենք իմ կարծիքով կարեւոր մի արդյունք, որը այսօր ներկայացնում ենք մեր ժողովրդի, մեր հանրության, մեր հասարակության դատին։ Շնորհակալություն ուշադրության համար եւ ես կհրավիրեմ հիմա խոսքս կփոխանցեմ պարոն Արամ Մանուկյանին, որը շատ լուրջ խնդիրների մասին կխոսի, որոնք նույնպես ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի համար։ Ժամանակը շատ կարճ է, խոսելու եմ շատ կոնկրետ։ Ծրագրի բոլոր մասերը գիտական վերլուծության արդյունք են, առանց բացառության։ Մասնավորապես 3-ին օրես ներկայացնելու եմ, ծանոթացնելու եմ ձեզ երկար տարիների գիտական ուսումնասիրության, էքսպերտների եզրակացությունների արդյունքում կազմված ծրագրեր են։ Եվ մեր նախընտրական ծրագիրը, ես բացարձակ չեմ էլ անվանում նախընտրական ծրագիր, այս ծրագիրը կարող է դառնալ Հայաստանի զարգացման ծրագիր ցանկացած իշխանության համար։ Եվ մենք այս խնդիրը ընտրություններից հետո էլ, ընտրություններից առաջ էլ հետամուտ ենք եղել, եւ ինչ արդյունք էլ գրանցենք, դա կարեւոր չի։ Այս ծրագրերը դառնալու են Հայաստանի համար ուսումնասիրված, հաշվարկված, պրագմատիկ քաղաքական ծրագրեր, անվտանգային ռազմավարական։ Իհարկե բնական է, որ այն ավելի լավ կարող է իրականացնել այն քաղաքական ուժը, որը տերն է սրան, որը կազմել է սրան, որի մեջ հոգի է դրած, որի մեջ գիտելիք է դրված, որի մեջ փորձ է դրված։ Երեք բնագավառ եմ ներկայացնում եւ ներկայացնելու եմ այս սկզբունքով ոչ թե դրանց առանձին կետերը, այլ կոնցեպտները։ Մասնավորապես մեկը
Պարոն Զուրաբյանը ասեց էներգետիկ համակարգ։ Էներգետիկ համակարգը Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Էներգետիկ համակարգի համար է ամբողջ աշխարհում ընթացող բոլոր պատերազմները։ Իրան, Միացյալ Նահանգների կոնֆլիկտը միայն էներգետիկ ռեսուրսների պատերազմ է։ Եվ մեր խնդիրը առաջիկայում այդ կոնցեպտն եմ ես ձեզ ներկայացնում, լինելու է հետևյալը. հնարավորինս անկախացնել Հայաստանի էներգետիկ համակարգը, հնարավորինս, որովհետև լիովին անհնար է դա իրականացնել, եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի էներգետիկ համակարգը լինի կառավարելի, կախված չլինի եղանակից, կախված չլինի ջրառատ է թե չէ, այսինքն ունենանք այնպիսի էներգետիկ կայաններ, որոնք մշտական էներգիային տալիս, որոնք կառավարելի են, համակարգելի են։ Օրինակ, շատ կարճ ասեմ, համեմատելու համար, մենք Վրաստանի հետ ունենք այս ձևի պայմանավորվածություն։ Երբ որ ջրի պակաս է լինում, մենք իրենցից ենք հոսանք վերցնում։ Եթե իրանց մոտ է ջրերը քչանում, մենք ատոմականի հոսանքից տալիս ենք իրան։ Սա բոլոր դեպքերում եւ նույնը Թուրքիայի հետ ունենք։ Սա բոլոր դեպքերում բերում է էներգետիկ տատանումների։ Էներգետիկ տատանումների խնդիրը շատ կարևոր խնդիր է արևային մարտկոցներով, արևային էներգիայով աշխատող ատոմական էլեկտրակայանները։ Մենք դրանով լավ զարգացել ենք, Հայաստանում շատ կա, բայց արևային էներգիայի շատ զարգացումը երբեմն եւ աշխարհում կա այդ փորձը բերում է կատաստրոֆաների էներգետիկ համակարգում։ Համակարգ ուղղակի քանդվում է կամ բանից վերահսկողությունից դուրս է գալիս։ Դրա համար հարկավոր է ունենալ մեր նպատակը Կոնգրեսի էներգետիկ նպատակը հետևյալն է. ստեղծել այնպիսի համակարգ, որ ստեղծված էներգիան պահպանվի եւ կառավարվի։ Դրանք կուտակիչներն են, դրանք մեջ ամբարտակներն են, ջրային էներգետիկ պահուստներն են, ակումուլյատորներն են մեջ, որոնք ցանկացած ժամանակ կարողանում են ռեգուլիրով կանել, կարգավորել էներգետիկ հոսքերը։ Այդ առումով, եթե մենք ունենում ենք արևմտյան երկրների հետ այս համակարգը, մեծ էներգակիրների, էներգիա կուտակիչների կամ արտադրություն կամ սարքերի տեղադրում, արևային էներգիան մեզ մոտ կարող է դառնալ հեռանկարային էներգիա, եւ այդ դեպքում մենք կարող ենք էներգիա վաճառել հարևան երկրներին։ Գլխավոր խնդիրը մնում է ատոմականը, իհարկե, ատոմականը դարձել է կռվախնձոր Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, այս ամբողջ քաղաքական բաների մեջ եւ իզուր չէ, որ ուզում են ուղակի հանել Հայաստանին այն երկրների ցանկից, որը ունի ատոմական։ Աշխարհում 30 երկիր կա, որ ունի այս հզորությունը, ունի այդ պաշտպանական համակարգը, որ կոչվում է ատոմական։ Եվ մենք եթե կառուցենք 1200 մեգավատանոց ռուսական տեխնոլոգիայով, լավագույն տեխնոլոգիայով ատոմականը, Հայաստանը կարող է վերահսկել իր էներգետիկ համակարգը, այդ կոնցեպտի տեր դառնալ եւ դառնալ արտահանող։ Մեր տարածաշրջանում կառուցվում են, բայց ինչքան մենք շուտ մտնենք այդ համակարգի մեջ, մենք կարող ենք դառնել արտահանող երկիր։ Սա է մեր կոնցեպցիան էներգիայի հետ կապված, որը կրկնում եմ Հայաստանի ռազմավարության եւ անվտանգության երաշխիքներից մեկն է։ Որքան ուժեղ է երկիրը իր էներգետիկ համակարգով, ինքը այնքան սուվերեն է, այնքան անկախ է։ Սա մեկ։ Հաջորդ շատ կարևոր համակարգը շատերը սրան բանի տեղել չեն դնում կամ լուրջ չեն վերաբերում ջրային ռեսուրսների կառավարման համակարգն է։ Մի էլեմենտ ասեմ, որ այդ փնթի վերաբերումի արդյունքում, այդ ջրավազանների արտեզյան ջրերի շատ օգտագործման արդյունքում Հայաստանը կանգնեց չերևացող հասարակության համար չերևացող բան է, սա տրագեդիայի առաջ։ Անդր հողային ջրի մակարդակը արտեզյան ջրերի հայելին բոլոր երկրների համար ստրատեգիական նշանակություն ունի։ Եվ երբ որ շատ է ջուր հանում, Հայաստան 25000 տոննա ձուկ արտադրում։ Սա абսուրդ է, էլի։ 25000 տոննա տարեկան ձուկ Հայաստանը իր լճերով եւ իր անդերքի ջրերով պահում է, ուղարկում է Մոսկվա։ Սա էկոլոգիական աղետի ուղիղ բան է, սպառնալիք է։ Եվ 5-6 մետր այդ ջրի ներքևի ջրի ստոր երկրա ջրերի մակարդակը իջել էր ցած։ Հիմա որոշ բանով բարձրացել է, բայց բոլոր դեպքերում այս ջրի այս սնամեջ լինելը, ջրի մակարդակի վերին մակարդակի, հողի ստորին մակարդակի արանքը, դա երկրաշարժի, սողանքների, պլաստների շարժերի պատճառ է դառնում, աշխարհում որտեղ որ ասենք հանքեր կան, ածուխը բանը հանում են, հետո ջուր են լցնում, որ այդպես շարժեր չլինի։ Մեր ջրային կոնցեպտը հետևյալն է։ Խնդրում եմ ուշադիր լսեք։ Պահել Հայաստանում Հայաստանի օդից, երկնքից եւ ընդերքից եկող ջրերի հնարավորինս մեծ քանակը։ Մենք այսօր տիրապետում ենք այդ ջրային շրջապտույտի 31-32%-ը։ Մնացածը
գետերով, այլ բաներով գնում է Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, այլ երկրներ։ Ուժեղ են այն երկրները, իսկ առաջիկա պատերազմների մեջ լինելու է ջրային պատերազմներ, որոնք կարող են իրենց ջրային ռեսուրսները հնարավորինս օգտագործել շատ, նոր բաց թողնել, որքան հնարավոր է։ Այդ համակարգի մեջ մի հատ իմ մտքի հետևից եկեք խնդրում եմ, Արփա Սևանի ջրամբարը, ջրատարը, թունելը հիմա չի աշխատում։ Դա պետք է բացվի, չէ, հեշտ է, դա թանկ ծրագիր չի։ Սևանի ջրամակարդակը մի քիչ բարձրանում է։ Սևանի բարձրացած ջրամակարդակը Սևան Հրազդան կասկադով ավելացում է էներգետիկ համակարգը, այնտեղ կառուցվում է, այն ինչ որ ասում եմ, շատ պարզ հաշվարկած ծրագրեր են։ Կառուցվում է հիդրո մի հատ մեծ բասեին ասեմ կամ ջրավազան ասեմ, որը այն իմ ասած ջրային եւ էներգետիկ բանը համակարգ սկսում է կարգավորել։ Երբ որ պետք է ջուր փառք թողնել էներգիան ուժեղացնել, անում ես։ Եթե պետք է հավաքել, զսպում ես էներգիան շատ էներգիա։ Եվ այս ավելացած ջուրը, ընդ որում Սևանը սրանով չի ավելում։ Սևանը որքան մտնում է, այնքան է դուրս է գալիս կասկադ եւ կասկադով գալիս է ջրամբարներ։ Մասնավորապես Եղվարդի ջրամբարը, որը կարող է լինել Հայաստանի երկրորդ ջրամբարը, 230 միլիարդ խորանարդ մետր։ Սա հզորագույն մի հատ էներգետիկ ջրային էկոլոգիական գյուղատնտեսական սիստեմ է, որի կառուցման դեպքում Հայաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծում եւ ռազմավարական խնդիրներ, իմ ասած հայկական ջուրը մնում է Հայաստանում, ծառայում է Հայաստանին։ Սա այն կոնցեպտը, որի մասին սա գիտական մի ամբողջ ջրի կարգավորման նախարարության կոնցեպտ է։ Մենք երկար տարբեր տարիներ մշակել ենք սա մասնագետների հետ, գիտնականների հետ, տարբեր պրոֆեսիոնալների հետ։ Սա մեր ծրագիրն է, գեղեցիկ, սիրուն, իրականանալի եւ Հայաստանի անկախությունը բարձրացնող ծրագիր։ Եվ վերջինը, ձեր թույլտվությամբ, ես ներկայացնում եմ բոլոր այն թեմաներ, որոնց հարազատ են, որոնց մեջ 30-40 տարի խորացել եմ եւ կարողանում եմ մի քիչ բանի փորձագետի մակարդակով ներկա։ Մյուսը ինձ համար ամենահարազատ ու ամենացավալի համակարգը, որի մասին խոսելու եմ, դպրոցական համակարգն է, գյուղական դպրոցական համակարգն է, գյուղերի ոչնչացման համակարգն է, որ այս իշխանությունն այսօր տանում է։ Մենք այդտեղ տրագեդիայի մեջ ենք։ Հայաստանում կատարվում է մի հատ ողբերգական գործընթաց հայաթափման, սահմանների թուլացման, գյուղական համայնքների ոչնչացման, որը սկսվել է ոչ հիմա, որը սկսվել է համայնքների խոշորացումից։ Համայնքների խոշորացման արդյունքում համայնքները կորցրեցին իրանց ինքնունությունը, կորցրեցին պետության հետ կապը, գյուղապետաները ոչնչացան եւ գյուղերը սկսեցին դատարկվել։ Դրա հաջորդ քայլը, նաեւ հաջորդ քայլը հասան նրան, որ հիմա դպրոցներն են փակում։ Երբ որ սկսվեց գյուղերի միացումը, մենք ունեինք 250 դպրոց, որը 100-ից ցածր աշակերտ ուներ։ 250 դպրոց, 100-ից ցածր աշակերտ։ Հիմա դրա արդյունքում, նաև դրա արդյունքում ունենք 430 դպրոց, որոնք ունեն 100-ից ցածր աշակերտ։ Եվ տեխնիկական, տնտեսական, ֆինանսական առումով որոշում են կայացել այս դպրոցները փակել։ Փակման ենթակա է 230 դպրոց։ Ես դες բերել եմ ներկայացնեմ դպրոցների քարտեզը, որոնք փակվում են, մի սարսռալու բան է։ 230 դպրոց փակվում են, այս այդ քարտեզն է, ամբողջ քարտեզն է, գույները մարզերով են տված։ Ես հիմա ձեզ կտամ կնայեք, ինչն է սրա արտառոցը։ Սահմանամերձ են։ Նայեք վերևի մասը, սա Ամասյան է, Սյունիքն է ներքևում, այն Շամշադինի մասն է, Գեղարքունիքի մասն է, բանով եթե նայեք, հեռվից էլ կերաղում։ Մեծամասնությունը սահմանամերձ գյուղեր են։ 55 սահմանամերձ գյուղ այս ծրագրով փակվում է։ 100 գյուղ լեռնային գյուղ է։ 41 գյուղ, որի դպրոցը փակվում է, միակ դպրոցը գյուղի։ Բարձր լեռնային է 2000 մետրից բարձր։ 2000 մետրից բարձր ժողովուրդ, ոչ մի ավտոբուս ձմեռը այն ամենացրտաշունչ ամիսներին չի աշխատում, ոչ մի երեխա չի գնալու տեղից տեղ։ Մի հատ օրինակ, ամենաակնառու օրինակը, ամբողջ Ամասիայի շրջանում կա 26 գյուղ։ 26 գյուղում այս process անելուց հետո մինչև օգոստոսի 1-ը մնալու է 4 դպրոց։ 4 դպրոց սպասարկելու է 26 գյուղի։ Սահմանամերձ բարձր լեռնային։ Եվ ես բողոքելու համար չեմ եկել, ասեմ, մեր ծրագիրը հետևյալն է, շատ կոնկրետ, միջազգայինորեն փորձված, ուսումնասիրված փորձ։ Հոլանդիան ունի 1000 կղզի բնակեցված։
Մի այդքան էլ ունի Շվեդիան, մի այդքան մոտավորապես ունի Նորվեգիան, Ավստրալիան եւ այլն։ Շատ քիչ բնակչությամբ։ Կա 10, 20, 30 ընտանիքով կղզիներ։ Այդ երեխեքին չեն բերում միացնում այլ մեծ դպրոցի կղզու դպրոցին, որպեսի կրթություն ստանա։ Կա այսպեսի կոնցեպտ, ես հիմա արդեն ասում եմ իմ ասացի մեղին, կոնցեպտը կոչվում է հետևյալ, ոչ թե աշակերտն է գնում դպրոց, այլ ուսուցիչն է գալիս աշակերտի մոտ։ Ամբողջ գրկնում եմ հոլանդական, ավստրական, ֆինական համակարգի էությունը հետևյալն է։ Պետությունը մի քիչ փող է ավելացնում, ուսուցչին ուղարկում է բանի մոտ, աշակերտ մոտ։ Ինչպես է ուղարկում։ Հեռահար ուսուցումով, ամսվա մեջ կամ շաբաթվա մեջ մի անգամ ուղարկելու, տեղում smart դասարաններ կան, smart գրատախտակներ, որտեղ տեղի ասիստենտի միջոցով Երևանից, չգիտեմ, բանի Բավրայի դպրոցի երեխեքի համար, ստեղ ուսուցիչ հետ դասերը պարապում են։ Կոմպյուտեր ես տալիս, ինտերնետ ես տալիս, մի քիչ գումար ավելացնում ես, երեխեքը մնում են իրենց գյուղում։ Սա է կարևոր բան, սկզբունքը։ Եվ մենք առաջարկում ենք գոնե 50-ից ավել աշակերտ ունեցող դպրոցները չփակվեն, որովհետև դրանք սահմանամերձ են, դրանք պոստեր են, սահմանային պոստեր։ Եվ այս սկզբունքը մենք հետևողական ես խոստանում եմ բոլոր մեր նայողներին, ուսուցիչներին, գյուղական համայնքներին, մենք այդ ծրագիր իրականացնելու ենք։ Մենք չենք թողնելու այս ազգակործան իշխանությունը ոչնչացնի հայկական գյուղերը, հայկական սահմանամերձ գյուղերը։ Սա մեր հիմնական ծրագիրն է, լինելու ենք հետևողական եւ չենք թողնելու։ Մենք այս երկրի տերն ենք, այս երկրի պաշտպանունակությունը, այս երկրի գոյությունը, իր անկախությունն է եւ մեր նաեւ գոյությունը։ Շնորհակալություն, եթե երկար խոսեցի կներեք, սա է մեր հիմնական 3 դրույթները։ Մերսի։ Իդեպ Արամը չխոսեց դրա մասին, բայց մենք շատ ենք խոսում, որ այդ փակվող դպրոցների քարտեզը կարծես ցույց է տալիս, որ իրագործվում է հենց այն կոնցեպտը, որի մասին ես խոսացի, այն է Ադրբեջանը դառնում է Հայաստանի տերն ու տիրակալը։ Դա ուղիղ այն շրջաններն են, որտեղ տարածվում են այսպես կոչված ադրբեջանական, կներեք, արևմտյան Ադրբեջանի նկրտումները։ Ես հիմա կուզեի մի լրացում անել իմ սեփական ելույթին, կապված դրա հետ, որ մի ստրատեգիական ուղղություն ես մոռացա նշել, դա մեր ամբողջ երկրի քաղաքական, տնտեսական, հանրային համակարգի առողջացումն է։ Դա շատ լուրջ, մեծ կոնցեպտ է, որի մեջ կան բազմաթիվ բաղադրիչներ, եւ այդ բաղադրիչներից մեկը դա այն է, որ մենք փոխելու ենք մեր սահմանադրությունը, որովհետեւ այս սահմանադրությունը, որ մենք այսօր ունենք, դա ինստիտուցիոնալ անձնիշխանության սահմանադրություն է, որից Նիկոլ Փաշինյանը փայլուն օգտվում է եւ տարածում վախի, քննչական գործողությունների մի մթնոլորտ, որը այսօր Հայաստանը իսկապես պահում է ինչ-որ անհասկանալի վախի մեջ։ Դա մի մթնոլորտ է, որում ընտրված քաղաքապետերին բանտեր են նստացնում։ Դա մի Հայաստան է, որտեղ քաղաքական ուժը, երբ որ գնում է հանդիպելու տեղական բնակիչների հետ, նրանք մեծ հաճույքով եւ խանդավառությամբ ընդունում են ձեզ, բայց հենց դու փորձում ես միացնել կամերաները կամ հրավիրել լրագրողներին, որպեսզի այդ ամեն ինչը հեռարձակվի մեր հանրության համար, մարդիկ վախից փախնում են բարձրբուն իմաստով, որովհետև իրենք տեսնում են, որ նույն այդ վայրերում միանգամից հայտնվում են օպերներ, ռացաներով մարդիկ, ինչ որ անորոշ զինված, որոնք անմիջապես զեկուցում են իրենց բազմաթիվ ուժային մարմիններին եւ այլն եւ այլն։ Այս անձնիշխան Հայաստանն է այսօրվա, մենք այդ սահմանությունը պետք է փոխենք, մենք պետք է վերադառնանք ակունքներին, այսպես կոչված նախագահական խորհրդարանական սահմանությանը, եւ մի բաղադրիչի մասին էլ հիմա կներկայացնի մեր շատ սիրելի,
շատ գեղեցիկ եւ իր տարիքից մի քիչ ավելի շատ իմաստուն Տաթև Զորյանը, որով մենք շատ հպարտանում ենք, մեր երրորդն է ցուցակում, ինքը կխոսի կառավարման համակարգի բարելավման մասին եւ մասնավորապես ինչքան ես հասկանում եմ նաեւ շնորհապետության գաղափարի մասին, շնորհապետական այդ կոնցեպտի մասին, իդեպ այսօր չնայած կան կուսակցություններ արդեն որ այդպես կոչվում են, բայց բառը ես մի անգամ ձեզ ասեմ, բառի հեղինակային իրավունքը պատկանում է Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ժամանակին մերիտոկրատիա բառը ներմուծել է եւ թարգմանել է հենց որպես շնորհապետություն եւ շնորհապետական, այսինքն մերիտոկրատիկ բարեփոխումները եղել են մեր ծրագրերում սկսած 2012 թվականից, բայց հիմա ել ավելի են կատարելագործվել եւ ես խնդրում եմ Տաթև Զորյանին ներկայացնել դա մեր հանրությանը։ Պարոն Զուրաբյան, շնորհակալ եմ ձեր գնահատականի համար, միշտ հաճելի է դա լսել։ Կուզեմ երկու բառով անդրադառնալ կառավարման համակարգի արկա մոդելին, որը առանց չափազանցության ես կարող եմ որակել որպես ական տեղադրված մեր պետականության տակ, առանց չափազանցության, որովհետև արկա սահմանադրությամբ Հայաստանի հետագա գործունեությունը պարզապես ազգային անվտանգության խնդիր է, ինչու որովհետև գործող սահմանադրությունը մեր երկիրը վերածել է ուղղակի խեղճ ու կրակ, անկայուն եւ դիմադրողականության այսպես տարերից զերծ մի համակարգի, քանի որ սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի կատարմամբ վերածվեց այսպես անձնիշխան ավտոկրատիզմի, պետությունը վերածեց անձնիշխան ավտոկրատիզմի, որտեղ որոշումների կայացման գործընթացը չափազանց արգելակված է, չափազանց դանդաղեցված է, որտեղ կուսակցական համակարգերի չկայացվածության պարագայում ցանկացած կուսակցություն, առավել եւս իշխող կուսակցությունը դարձել է կամակատար վարչապետի ձեռքին, այսինքն կատարում է բացառապես վերջինիս քաղաքական կամքը, քաղաքական կամքի կամակատարն է դարձել, եւ բացի այդ այսպես քաղաքական մտքի բացակայության պայմաններում ամբողջ պետական կառավարման համակարգն է դանդաղել, ամբողջ կառավարման համակարգը սկսել է ծառայել իշխող ուժի քաղաքական օրակարգին, որը որ վերջի շրջանում գաղտնիք չէ, արդեն դարձել է Ադրբեջանի քաղաքական օրակարգը, ցավոք սրտի, հետևաբար օր առաջ կառավարման մոդելի փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգային շահից։ Դա ամրագրված է մեր նախընտրական ծրագրում, մենք անցում ենք կատարելու կիսանախագահական կառավարման համակարգին, որտեղ գործառույթների հստակ տարանջատում կա, լեգիտիմության հստակ տարանջատում կա եւ պատասխանատվությունը քաղաքականության հստակ բաշխված է, այսինքն ցանկացած ձախողման կամ հաջող ընթացքի դեպքում հնարավոր է ասել ով էր դրա պատասխանատուն կամ ով էր դրա հետևում կանգնած, ոչ թե ամբողջ մեղքը բարթել պարլամենտի, գործադիր մարմնի, գեներալիտետի կամ ինչ որ այլ ինստիտուտների վրա եւ այսպես սպրդել սեփական պատասխանատվությունից, քաղաքական պատասխանատվությունից։ Պետական կառավարման համակարգի առողջացումը Հայ ազգային կոնգրեսի ծրագրի հիմնական մեխն է լինելու։ Ես կարճ այսպես մեխերով կանդրադառնամ, թե ինչ հիմնական ասպեկտների է դա վերաբերվում, իսկ ամբողջական ծրագիրը, ինչպես պարոն Զուրաբյանը ասաց, արդեն մեր կայքում կարող եք տեսնել։ Իրավական պետությունը ցանկացած պետության գործունեության կարևորագույն բաղադրիչն է։ Տեսնում ենք, որ վերջի շրջանում, վերջի տարիներին դատական համակարգը դարձել է իշխող ուժի ձեռքին հերթական կամակատարը, հերթական գործիքը, հետևաբար մեր ծրագրով մենք փորձելու ենք վերագտնել կամ վերակառուցել արդարադատության համակարգի նկատմամբ նախկինում գործող, ամենայն դեպս մեր իշխանության ժամանակ գործող վստահությունը, իշխանությունների ճյուղերի հստակ տարանջատվածության սկզբունքը գործելու է եւ հստակ քաղաքական գնահատական է տրվելու դատական իշխանության եւ դատական իշխանության մաս կազմող յուրաքանչյուր դատավորի կամ անդամի գործունեությանը քաղաքական գնահատականը թույլ է տալիս սեփական մասնագիտական գործունեությունը իրականացնելիս զերծ մնալ որևէ քաղաքական կամակատար դառնալուց կամ քաղաքական ուժի գործիք դառնալուց։ Դա կարևորագույն ասպեկտն է մեր ծրագրի։ Ժողովրդավարական ինստիտուտների իրական անկախություն, ինչպես գիտեք, ներկայ իշխանությունը, գործող իշխանությունը թմբկահարում է անընդհատ իր ժողովրդավարական լինելու
մասին, սակայն իրականում ժողովրդավարությունը սոսկ շղարշ է ավտոկրատիզմը, սեփական ավտոկրատիզմը թաքցնելու համար իրական ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների արկայություն, գործունակություն, թափանցիկություն, որը որ մենք չենք տեսնում, հետեւաբար մեր իշխանության գալով, մեր կողմից ներկայացված ծրագրով մենք փորձելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ բոլոր ինստիտուտները, ժողովրդավարական ինստիտուտները համապատասխանեն իրենց բովանդակությանը, այսինքն միայն թղթի վրա գրված չլինեն կամ անպագորկոր ճառերի մակարդակում չլինեն։ Ընտրական վարչարարության մասին է նաև խոսքը, հանրային հաղորդակցության հարթակների, որը հատկապես նախընտրական շրջանում շատ սուր զգացվում է, մենք հիմա այլ ականատես ենք լինում, որ այսպես դասական իմաստով ճիշտ է ընտրակեղծարարություն քվեաթերթիկներում լցոնումներ կամ չգիտեմ ինչ այդ ամեն ինչը գիտենք, որ կազմը դասական ընտրակեղծարարության բաղադրիչ, սակայն իրական ընտրակեղծարարությունը կամ ընտրական ինստիտուտի խեղաթյուրումը շատ ավելի խորն ու համակարգային գործընթաց է, որին ականատես ենք լինում, դա վարչարարությունը խեղաթյուրելն է, պետական ապարատը ամենօրյա ռեժիմով իշխող ուժին շահերին սպասարկելն է, մեդիա հարթակների ոչ հավասար մրցակցության ապահովումն է, նաև ինչ-ինչ ուժային կենտրոնների կողմից այսպես ակնհայտ քաղաքական հովանավորչություն ստանալը եւ այլն։ Դա եւս մենք կանխելու ենք մեր իշխանության գալով եւ մեր ծրագրում այդ ամեն ինչը հստակ ամրագրված է։ Հանրային կառավարման մոդելի բարեփոխումը ամենակարևորն է, որովհետեւ առանց հանրային կառավարման գործունակ մոդելի որևէ պետություն, որևէ պետական ապարատ չի կարող բարձր ցուցանիշներ եւ արդյունավետություն ապահովել։ Առաջարկում են գործառույթների հստակ տարանջատում, այսինքն նախարարությունները պետք է իրականացնեն ռազմավարության մշակման հստակ գործառույթ, իսկ այլ մարմինները, որոնք մենք համարել ենք, որոնք մենք անվանում ենք այսպես ծառայությունների գործառնական ինքնավարություն ունեցող կառույցներ արդեն պատասխանատու կլինեն այդ ռազմավարության տեղային, լոկալ կամ ճյուղային իրագործումների համար։ Նաև մերիտոկրատիայի մասին խոսեմ, որը առաջին նախագահան թարգմանը շնորհապետություն Ինչ է մերիտոկրատիան, դա արժանինքների սկզբունքի վրա հիմնված կառավարման համակարգի մոդելն է, արդյունավետություն, պրոֆեսիոնալիզմ, բարձր ցուցանիշներ, կառավարման հմտություններ եւ այլն, այսինքն պետական կառավարման համակարգում ներգրավված հանրային ծառայողները եւ բոլոր մասնագետները պետք է ընտրվեն եւ իրենց հետագա գործունեությունը կառուցեն բացառապես մերիտոկրատիայի արժանինքների սկզբունքի վրա եւ այդ ամեն ինչը ենթադրում է նաեւ գնահատման բաց եւ թափանցիկ մոդելների ներդրում, որը մենք իրականացնենք Եթե կան նման թափանցիկ գնահատման համակարգեր, հետեւաբար կա նաև մոտիվացիա համապատասխանելու ներդրված բարձր չափանիշներին, իսկ առանց բարձր չափանիշների մենք ժամանակակից աշխարհում չենք կարող համընթաց շարժվել եւ դառնալ աշխարհի պետությունների ընտանիքի լիիրավ անդամ։ Եվ վերջին կետին անդրադառնամ հակակոռուպցիոն քաղաքականությունը, այս իշխանության խաղաքարտերից մեկն էլ այն է, որ իրենք թմկահարում են ամենօրյա ռեժիմով, որ իբր հակակոռուպցիոն մեծ ռազմավարություն են իրականացրել, կոռուպցիոն ռիսկերը նվազեցվել է իրենց իշխանության օրոք, սակայն դա եւս իրենց հերթական այսպես բովանդակազուրկ հայտարարությունն է, իրականում կոռուպցիոն ռիսկերը շատ ավելի մեծացել են, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը ընդհանրապես տեղի չի ունեցել, ինչու որովհետեւ շահերի բախման այդ մեխանիզմը չի վերացել, մարդկային գործոնի մեխանիզմը չի վերացել եւ շարունակում է նախկին թափով ուղակի եթե նախորդ իշխանությունների օրոք կլեպտոկրատիա էր, ավազակապետություն կամ գողապետություն, հիմա այդ ամեն ինչը իրականացվում է ավելի համակարգային ձևով, հարկերի բարձրացման կամ այլ մեխանիզմների ներդրման միջոցով։ Մենք ներդնելու ենք հակակոռուպցիոն ռազմավարության հստակ գործող մեխանիզմ, որտեղ տեղի ունենալու վարչարարության թվայնացում, մարդկային գործոնի կրճատում, ալգորիթմացում, որտեղ նվազագույնի է հասցվելու քաղաքացու եւ որոշում կայացնողի միջև ամենօրյա շփում, այսինքն շահերի բախումն էլ ինքնստինքյան հասցվելու է նվազագույն մակարդակի։ Այսքանը, այս մասով հուսով եմ կկարողանանք այդ հնարավորությունը ունենալ այս բոլոր ծրագրերը, ռազմավարական նշանակության ծրագրերը կյանքի կոչելու եւ Հայաստանը տանելու խելամիտ ուղիով, որտեղ սա իրականում Հայաստանի փրկության ծրագիր է, պետականությունը ստեղծած քաղաքական ուժի իրավունքով մենք հիմա հանդես ենք գալիս այդ պետականությունը պաշտպանող փայփայող քաղաքական ուժի դիրքերից, այնպես որ շնորհակալ կնենք, եթե տակ մեզ այդ հնարավորությունը Հայաստանը տանելու խելամիտ ուղիով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տաթև ջան, կարծում եմ մենք բոլորս միանգամից լսելով Տաթևի զեկույցը
ցանկացանք դառնալ շնորհապետական համակարգի անդամ։ Քաղաքացիներ, այո։ Ուրեմն խոսքը տրվում է Մամիկոն Կանոյանին, որը կներկայացնի կոնգրեսի հպարտություն հանդիսացող տեխնոլոգիական հեղափոխության նախագիծը։ Այդ նախագիծը իսկապես մի գաղափար է, որը համապարփակ մի միջոցների համակարգ է բոլոր մակարդակներով, այդ թվում ոչ միայն գիտահետազոտական առաջատար տեխնոլոգիաների գիտահետազոտական աշխատանքների, ասենք, ֆինանսավորման, մտավոր սեփականության ինստիտուտների ամրապնդման, բազմաթիվ այլ ուղղություններով մի ամբողջ նախագիծ է, որի նպատակն է Հայաստանը դարձնել աշխարհում ճանաչված տեխնոլոգիական հաբ։ Խոսքը փոխանցում եմ պարոն Կանոյանին։ Շնորհակալ եմ պարոն Զուրաբյան, բարև ձեզ։ Իդեպ ասեմ, որ ինքը Մամիկոն Կանոյան ինքը մեր IT համայնքի բավականին հաջողակ գործարար է, որը ունի եւ փաստորեն նպատակներ լուրջ արդյունքների հասնել բիզնեսում, բայց նաեւ շատ հստակ քաղաքական ծրագրեր 2013 թվականից Հայազգային կոնգրեսի անդամ է եւ մասնակցել է մեր ընտրություններին։ Բարև ձեզ, 2009-ից պարոն Զուրաբյան։ 2009։ Հա, դե կուսակցությունը 13-ից էլի։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ինչպես արդեն նշվեց, ներկայացնում եմ ծրագրի տեխնոլոգիական հատվածը։ Այս բաժնի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխությունն է, անցում աութսորսինգային մոդելից դեպի սեփական տեխնոլոգիական արտադրություն։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կայուն տնտեսական աճ ապահովում են այն երկրները, որոնք ներդրումներ են անում գիտահետազոտական աշխատանքներում եւ զարգացնում են բարձր տեխնոլոգիաները։ Այդ պատճառով ծրագրով նախատեսվում է պետական մակարդակով խթանել գիտահետազոտական եւ նորարարական գործունեությունը։ Նախատեսվում է ներդնել ճեղքումային տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների R&D գործունեության պետական ֆինանսավորման համակարգ։ Այդ համակարգը կառավարվի միջգերատեսչական բարձր տեխնոլոգիական խորհրդի կողմից համապատասխան նախարարությունների մասնակցությամբ։ Ֆինանսավորումը փուլային ձևով կհասցվի մինչև հնայի 1%։ Ռեսուրսները կենտրոնացվելու են այն ուղղությունների վրա, որտեղ Հայաստանը կարող է ունենալ մրցակցային առավելություն։ Դրանք են արհեստական բանականությունը, կիսահաղորդիչներն ու չիպերի դիզայնը, կենսատեխնոլոգիաները եւ ստեղծարար տեխնոլոգիաները։ Ծրագրով նախատեսվում է, որ պետությունը կդառնա հայկական տեխնոլոգիական արտադրանքի առաջին եւ խոշոր պատվիրատուն, ինչ հնարավորություն կտա ձևավորել ներքին շուկա եւ ապահովել ստարտափների կայուն զարգացումը։ Նախատեսվում է ստեղծել հանրային մասնավոր գործունեության ձևաչափով ձեռնարկություններ, դա PPP-ն է, Public-Private Partnership, արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների եւ ռազմարտունաբերության տեխնոլոգիաների ոլորտում։ Այն ընկերությունները, որոնք շահույթի առնվազն 15%-ը վերներդրում են հետազոտության եւ զարգացման մեջ, կստանան լրացուցիչ արտոնություններ։ Ծրագրում կարևոր տեղ ունի նաեւ մտավոր սեփականության պաշտպանության ուժեղացումը, Հայաստանը տեխնոլոգիական լուծումների գրանցման եւ կառավարման համար գրավիչ հարթակ դարձնելու նպատակով։ Հաջորդ կարևոր ուղղությունը մարդկային կապիտալն է։ Ծրագրով նախատեսվում է կիրառել Fund of Funds մոդելը, որի շրջանակում պետությունը կմասնակցի վենչուրային հիմնադրամներին որպես սահմանափակ գործընկեր։ Սա կխթանի մասնավոր կապիտալի ներհոսքը տեխնոլոգիական ոլորտ։ Կստեղծվի նաև Սփյուռքի ներդրումային հարթակ, որը հնարավորություն կտա համակարգված ներդրումներ կատարել հայկական վենչուրային հիմնադրամներում։ Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ռեզիդենցիան մոդել, այսպես կոչված e-residence մոդելը, արտասահմանյան ձեռնարկատերին հնարավորություն տալով Հայաստանում առցանց գրանցել եւ կառավարել բիզնես։
Տեխնոլոգիական ոլորտում ներդրողների համար կսահմանվի 10-ամյա անխատեսելի եւ անփոփոխ արտոնությունների համակարգ։ Նախատեսվում է նաեւ ստեղծել կառուցել ավելի ճիշտ բարձր տեխնոլոգիաների կենտրոն միջազգային կոնֆերանսների, ինկուբացիոն ծրագրերի եւ համագործակցության զարգացման համար։ Մարդկային կապիտալի ներգրավման նպատակով նախատեսվում են ֆինանսական արտոնություններ բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, ինչպես այսպես կոչված փափուկ վայրեջքի ծրագրեր հայրենադարձերի համար։ Ֆինանսական տեխնոլոգիաների մասով նախատեսվում է կարգավորումների ազատականացում կրիպտովոլորտում եւ նոր ֆինանսավորման գործիքների ներդրում։ Դրանք են օրինակ crowdfunding, ICO, STO եւ այլ մեխանիզմներ։ Թվային պետության շրջանակում նախատեսվում է ամբողջական անցում էլեկտրոնային կառավարման համակարգի։ Բոլոր պետական ծառայությունները հասանելի կլինեն մեկ միասնական հարթակում, կիրառվի մեկ անգամ տվյալներ սկզբունքը, ինչը կնվազեցնի բյուրոկրատիան եւ կրճատի պրոցեսների ժամկետները։ Կապահովի նաեւ տվյալների պաշտպանությունը եւ կիբերանվտանգությունը ստեղծելով համապատասխան անկախ կառույցներ եւ մասնագիտական կենտրոններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ հայերեն լեզվական տեխնոլոգիաների զարգացմանը, որպես թվային ինքնիշխանության կարևոր բաղադրիչ։ Այս ամբողջի նպատակը մեկ բան է՝ ձևավորել տեխնոլոգիական տնտեսություն, որը ստեղծում է բարձր հավելյալ արժեք, ապահովում է ներդրումների, ներհոսք եւ պետության երկարաժամկետ զարգացում։ Բայց այստեղ կա նաեւ ավելի կարևոր հարց։ Այսօր ամբողջ աշխարհը միլիարդներ է ներդնում արհեստական բանականության, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների մեջ, որովհետեւ բոլորը հասկացել են ապագան պատկանում այն պետություններին, որոնք ստեղծում են տեխնոլոգիա։ Մինչ աշխարհը կառուցում է AI կենտրոններ, Հայաստանի իշխանությունները կառուցում են հերթական քարոզչությունը։ Մինչ մյուս երկրները պարգարում են լավագույն ուղեղներին ներգրավելու համար, Հայաստանից հեռանում են մարդիկ, որոնք կարող էին այստեղ ստեղծել ապագայի տնտեսությունը։ Եվ ամենասարսափելին այն է, որ սա այլևս սխալ չէ։ Սա դարձել է ինչ-որ կառավարման ձև։ Պետությունը վերածվել է PR մեքենայի, որտեղ կարևորը ոչ թե արդյունքը, այլ վերնագիրը, ոչ թե զարգացումը, այլ լայքը, ոչ թե ռազմավարությունը, հաջորդ լայվը։ Բայց իրականությունը լայվերով չեն փոխում, պետությունը չեն կառուցում Facebook-յան ստատուսներով, պետությունը չեն պաշտպանում ինչ-որ TikTok-ներով, պետությունը կառուցում են գիտությամբ, տեխնոլոգիաներով, կրթությամբ եւ արտադրությամբ։ Այսօր ամբողջ աշխարհը պատրաստվում է հաջորդ տեխնոլոգիական հեղափոխությանը, իսկ Հայաստանում իշխանությունները դեռ զբաղված են հաջորդ օրվա PR-ով։ Եվ եթե այս մտածողությունը չփոխվի, վաղը Հայաստանը պարզապես դառնալու է ուրիշների ստեղծած տեխնոլոգիաների սպառող եւ կախյալ պետություն։ Այդ պատճառով տեխնոլոգիական զարգացումը մեզ համար պարզապես տնտեսության հարց չէ, սա ազգային անվտանգության, ինքնիշխանության, պետության գոյության հարց է։ Շնորհակալություն։ Մամիկոն ջան, հատկապես տպավորեց այդ հարվածը, որ դու հասցրեցիր այսօրվա լայքոկրատիային։ Մի հատ մեծ դիզլայք դրեցիր։ Եվ ես հուսով եմ, որ հունիսի 7-ին մեր ամբողջ ժողովուրդը այդ դիզլայքը կդնի այսօրվա իշխանություններին։ Իսկ հիմա ես ուզում եմ, որ ներկայացվի մի հեղափոխական կոնցեպտ գյուղատնտեսության հետ կապված, որը թույլ կտա անդրադառնանք մեր գյուղացիներին իրենց խնդիրներով, գիտեք, գլխավոր խնդիրը, որ իրենք ունեն, դա այն է, որ շատ թանկ է, չգիտեմ, բարելիքը, սերմացուն, պարարտանյութը, թունակ քիմիկատները եւ այլն ջուրնա ռոռոքելի անասանելի, բայց այդ ամեն ինչը հաղթարելուց հետո էլ գյուղացին բախվում է այդ արտադրված մթերքի իրացման խնդիրների հետ եւ մենք ստանում ենք մի գյուղատնտեսություն, որտեղ ոչ միայն երաշխավորված չի շահութաբերությունը, այլ հələ մի բան էլ երաշխավորված է հակառակը եւ այսօր պարոն Առաքելյանը, Արտակ Առաքելյանը կներկայացնի մի հեղափոխական գաղափար, որը իրականում շատ լուրջ անդրադառնանք այդ հարցի,
բերելու է մեր գյուղացիների խնդիրների լուծմանը։ Հա, զորիվ ներկայացրեցի։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Գյուղատնտեսության աջակցման ծրագիրը մշակելիս մեզ մտահոգում էր մի կարևոր հարց, որը վաղուց բարձրաձայնվում է։ Պետությունը գյուղացուն միայնակ է թողել հողի հետ։ Ինչու է այս խնդիրը մինչ այսօր շարունակվում եւ ինչու գյուղացիների ճնշող մեծամասնությունը նախընտրում է արտագնա աշխատանքը հողագործությունից։ Իրականում պատկերը հետեւյալն է. Գյուղացին միայնակ չի կարող իրականացնել շուկայի հետազոտություն, չի կարող գտնել տեղանքին հարմարեցված մշակաբույսեր կամ արտաքին շուկաներից ձեռք բերել էժան, բայց որակյալ սերմացու, պարարտանյութ եւ վառելիք։ Արդյունքում նա մնում է անպաշտպան, իսկ հետևանքները բոլորիս են հայտնի։ Կառավարությունները մինչ օրս ձախողել են գյուղատնտեսության աջակցման հարցում, քանի որ ուղղակիորեն փորձել են միջամտել մրցակցային շուկայի հարաբերություններին։ Մեր մոտեցումը հստակ է։ Մենք վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը, որը պետք է մշակի ռազմավարությունը եւ կանոնները։ Իսկ գյուղացուն աջակցելու գործառույթը կպատվիրակվի մասնավոր մասնագիտացված ընկերություններին, այն է պետական օպերատորներին։ Նրանք կաջակցեն գյուղացուն առանց խաթարելու շուկայական մրցակցությունը։ Պետությունը մասնավոր օպերատորների միջոցով գյուղացուն կապահովի։ Ամենակարևոր մասը սա է։ Մրցակցային մեծածախ գներով ձեռք բերված սերմացուներով, պարարտանյութով եւ վառելիքով, գնային տատանումներից պաշտպանությամբ, երաշխավորելով գյուղացու նվազագույն եկամուտը։ Բերքի իրացմամբ մեծածախ գնորդներին առանց միշտորդավճարի շուկայական գնով, որը այսօր շատ դեպքերում գյուղացին ավելի քիչ եկամուտ է ստանում, քան միշտնորդները։ Տարածքային սառնարանների կառուցմամբ բերքի իրացումը կառավարելու համար, որպեսզի գների տատանման ժամանակ հնարավոր լինի բերքը պահպանել։ Անատական մոտեցմամբ արտոնյալ վարկերով վերապատրաստմամբ եւ տեխնոլոգիական աջակցությամբ։ Գիտականորեն հիմնավորված գոտիավորմամբ, որպեսզի յուրաքանչյուր տարածաշրջանում մշակվեն առավելագույն բերքատվություն ապահովող բույսեր։ Մեր հեռահար վերջնանպատակն է զանգվածային արտադրությունից անցում կատարել դեպի բացառիկ որակի օրգանիկ արտադրանքի, ինչը թույլ կտա մուտք գործել միջազգային առաջնակարգ շուկաներ։ Խելամիտ ուղին գյուղացու հետ։ Շնորհակալություն։ Արդեն ասացի, որ այս մեր ծրագիրը հիմնականում ուղղված է ապագային, ուղղված է մեր երիտասարդներին։ Բայց հիմա մենք կխոսենք ծրագրի այն կետերի մասին, որոնք հենց բուն վերաբերվելու են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական քաղաքականությանը, այսինքն քաղաքականությանը, որը վերաբերվում է երիտասարդներին։ Այդ առաքելության համար խոսքը տրվում է երև մի մարդու, որը կարող է Գինեսի այդ ռեկորդների գրքի մեջ մտնի այն բանով, որ ամենաերիտասարդ վարչության անդամն է, երևի 89 թվականից սկսած, երբ այն ժամանակ հայոց համազգային շարժումը սկսեց գործել որպես կուսակցություն եւ ընտրեց իր առաջին վարչությունը։ Այսօր Արի Անդրանիկյանը, մեր վարչության ամենաերիտասարդ անդամը, կներկայացնի մեր երիտասարդական քաղաքականությունը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, մեզ երիտասարդներիս տարիներ շարունակ մոռացության են մատնել։ Քաղաքական ուժերը եւ իշխող քաղաքական վերնախավը այնքան զբաղված էր ներքաղաքական ցածրակարգ բախումներով եւ հայհոյանքներով, զազրախոսությամբ, որ չի խոսել երիտասարդության հետ եւ երիտասարդության մասին։ Այնինչ երիտասարդությունը երկրի շարժիչ ուժն է, ապագան եւ կարևորագույն ռեսուրսը մեր երկրի զարգացման գործում։ Երիտասարդության բավարարությունը մեր երկրի ապագայի ամենաէական գրավականներից է։ Մեր երկրի սոցիալ-տնտեսական ապահովությունը, ազգային անվտանգության ուժեղացումը եւ այլ կարևոր հիմնահարցեր անմիջապես կապված են երիտասարդության ներուժի հետ։
Կոնգրեսի առաջարկած բարեփոխումները իրականացվելու են հատկապես հանուն երիտասարդների։ Մեր երկիրը չի կարող թույլ տալ երիտասարդության հիասթափություն, հուսալքում եւ ի վերջո արտագաղթ։ Հայաստանի հարատևման թիվ 1 երաշխիքը երիտասարդությունն է։ Կոնգրեսը հանձնառու է երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը, կրթությունը հնարավորինս հասանելի դարձնելուն։ Ցանկացած երիտասարդի կայացման եւ ապագայի կերտման հարցում կրթության դերակատարումը անփոխարինելի է։ Մեր երկրում չպետք է որևէ երիտասարդ մնա լուսանցքում ֆինանսի բացակայության պատճառով։ Պատիվ ունեմ ներկայացնելու երիտասարդության վերաբերյալ Հայ ազգային կոնգրես կուսակցության ծրագրային դրույթները։ Կտրամադրվի երիտասարդական գործարարության խոշորածավալ աջակցություն, հատկապես երիտասարդական ստարտափների համար։ Ուսումնական հաստատություններում, դպրոցներում եւ բուհերում, սովորողների շրջանում թմրամիջոցների գործածման վտանգների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, հիմնված միջազգային առաջավոր փորձի վրա։ Միաժամանակ պետական բյուջեի նպատակային ուղղորդում դեպի զանգվածային սպորտի, մշակութային կրթօջախների եւ ստեղծարար կենտրոնների հասանելիության ապահովում։ Այն թույլ կտա ստեղծել ալտերնատիվ սոցիալականացման միջավայր։ Նման մոտեցմամբ երիտասարդի ազատ ժամանակը վերածվում է ինքնակատարելագործման ռեսուրսի, նվազեցնելով վնասակար սովորույթների ձևավորման հավանականությունը։ Կստեղծվի ուսանողական ներդրումային բանկ, որը ցածր տոկոսներով երկարաժամկետ 20 տարով վարկեր կտրամադրի ուսանողներին, դրանով իսկ փոխհատուցելով ուսումնառության հետ կապված ծախսերն ուսանելու ողջ ընթացքում։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կստեղծվեն ազատ եւ անվճար հանրային տարածքներ, որոնք հարմարեցված կլինեն թե սպորտային եւ թե մշակութային միջոցառումների եւ երիտասարդության սպորտային եւ մշակութային ակտիվության համար։ Կրթօջախներում ֆիզիկական ակտիվությունը խրախուսելու համար կարդիականացվեն դպրոցական մարզադահլիճները եւ կներդրվի արտադպրոցական մարզական խմբակների անվճար համակարգ։ Սիրելի երիտասարդներ, իմ սիրելի սերնդակիցներ, Հայ ազգային կոնգրեսը ձեր ձայնն է։ Կոնգրեսում կան երիտասարդներ, որոնք հասկանում են ձեզ եւ ձեր մտահոգությունները, ձեր մաքարումը եւ դժվարությունները ձեր ապագայի կերտման հարցում։ Վստահ եղեք, հունիսի 7-ին կատարելով խելամիտ ընտրություն եւ քվեարկելով 10 համարի օգտին, դուք քվեարկում եք հանուն ձեզ, երիտասարդների եւ հանուն Հայաստանի։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Երիտասարդների շքերթը շարունակվում է, հիմա խոսքը տանք բնապահպանության հետ կապված մեր քաղաքականությունը ներկայացնող Անուշավան Նահապետյանին։ Այդեպ ասեմ, ինքն էլ է տեսական ֆիզիկոս եւ հիմա սովորում է Երևանի պետական համալսարանում, այնպես որ բացի քաղաքականությունից մենք այլ մասնագիտական թեմաներ ունենք քննարկելու իր հետ միասին։ Ես խոսալու եմ մեր ծրագրի մի կարևոր կետերից մեկի մասին, որի կարևորությունը շատ հաճախ թերագնահատվում է, որը Հայ ազգային կոնգրեսը այն քիչ կուսակցությունից է, որ այդ թեմայի կարևորությունը հասկանում է ու մենք դրա հետ կապված շատ լուրջ ծրագիր ենք առաջ քաշել, այդ բնապահպանության խնդիրն է, որը մանավանդ այսօրվա Հայաստանում շատ մեծ խնդրեմ է, ինչպես մեր այսօրվա իշխանություններն են պատերազմ սկսել մեր մշակույթի, պատմության, արժեքների դեմ, նույն ձև Երևան քաղաքի քաղաքային իշխանությունները պատերազմ են սկսել բնության եւ ամենակարևորը մեր Երևանի բնակիչների առողջության դեմ։ Օրինակ, բոլորս շատ լավ տեղյակ ենք, թե Երևան քաղաքում ինչ կատաստրոֆիկ վիճակում է օդի աղտոտվածությունը, որով տարածաշրջանում Երևանը դառնում է վատագույն ցուցանիշ ունեցող քաղաքներից մեկը։ Ինչպես նաև մեր քաղաքային իշխանությունները ամբողջ օրը քաղաքում փնտրում են ինչ-որ կանաչ տեղ, որ արագ ոչնչացնել այդ կանաչ տեղը, բոլոր որտեղ ինչ-որ ծառ են տենում, պետք է ծառը անպայման ոչնչացվի, որպեսզի հետո այդ տարածքում
նոր շինթույլտվություն տրվի եւ նոր շենքեր կառուցվին, իսկ այդ շենքերի կառուցման անվտանգությունը առողջապահական տեսանկյունից, բնապահական տեսանկյունից ոչ մի ձև չի վերահսկվում, ու դա ամենամեծ խնդիրներից մեկն է, ու շատ ես որպես մարդ, ով արդեն մոտ 5 տարի անձամբ զբաղվում եմ բնապահպանական գործունեությամբ, ես այս ծրագրով, մեր բնապահպանական ծրագրով անձամբ շատ ակտիվ զբաղվել եմ ու այս ծրագիրը պետք է անպայման իրագործվի անկախ նրանից մենք հասնելու ենք հաջողության թե չէ, մենք այսինքն մենք լինելու ենք կառավարություն թե չէ, մենք այս ծրագիրը ես անձամբ առաջ եմ տանելու մինչև վերջ։ Ուրեմն հիմա շատ կարճ այո, չեմ ասում մենակով, հա։ Շատ կարճ ներկայացնեմ ինչ ծրագրեր ենք մենք առաջարկում բնապահպանության հետ կապված։ Ուրեմն ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ պարտավոր է գնահատել պետական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը երկարաժամկետ կտրվածքով։ Հայաստանի ներկայիս տնտեսական կախվածությունը հանգումքային արտահանումից ոչ թե առավելություն է, այլ կառուցվածքային խոցելիություն։ Մեր ծրագիրը նպատակված է այս կախվածության նվազեցման եւ պետության կապիտալի, հողի, ջրի եւ մարդկային ռեսուրսների պահպանմանը։ Եվ մեր ծրագրում մենք առաջնորդվում ենք տնտեսական հստակ առաջնահերթություններով։ Նախ հանքարդյունաբերության զարգացման սահմանափակում, այսինքն նոր մետաղական հանքերի բացման հետ կապված սահմանափակումներ, որպեսզի մենք շարունակենք գործել միայն եղած հանքերով եւ չփորձենք նորից բացել հանքեր, որովհետեւ մեր համար, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջությունը շատ ավելի կարեւոր է, քան այդ հանքարդյունաբերական ռեսուրսները, որոնց ինչքան շատ էլ մենք շահագործենք հանքեր, նրանցից ստացած հարկային մուտքերը չեն ծածկում այն ծախսերը, որոնք մենք պետք է անենք ռեկուլտիվացիայի եւ առողջապահական համակարգի վրա։ Մենք նաեւ գալիս ենք փոխելու խաղի կանոնները, խստացնելով այդ կանոնները։ Գործող հանքարդյունաբերողների համար կիրառվելու են միջազգային էկոլոգիական ստանդարտներ, եւ սա ոչ թե պատժիչ միջոց է, այլ շուկայական հավասար պայմաններ ապահովելու մեթոդ, որտեղ տնտեսվարողը չի կարող գեներացնել իր շահույթը շրջակա միջավայրի եւ բնության հաշվին։ Ռեսուրսների դիվերսիֆիկացիա։ Պետական աջակցության վեկտորը պետք է տեղափոխվի դեպի բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղեր, այսինքն էկոգյուղատնտեսություն եւ էկոտուրիզմ, որոնք չեն սպառում պետության հիմնական ակտիվները։ Գործնական մակարդակում մենք կենտրոնանում ենք մի քանի ենթակառուցվածքների որակի վրա։ Առաջինը սանիտարական անվտանգություն։ Երևանի մերձակայքում գործող աղտոտող հանքերի կոնսերվացումը բնակչության վերարտադրողականության եւ աշխատունակության պահպանման կարևոր հարց է։ Թափոնների կառավարումը։ Աղբավայրերը մենք պետք է աշխատենք փոխարինել վերամշակման գործարաններով, որը դիտարկվում է որպես երկրորդային հումքի արտադրություն եւ հողային ռեսուրսների խնայողություն։ Ու նաեւ քաղաքաշինական նորմեր, որի մասին մի քիչ առաջ ասացի, թե ինչ վատ վիճակում է հիմա մանավանդ Երևանում, կանաչ գոտիների պարտադիր արկայությունը քաղաքաշինության մեջ ոչ թե էսթետիկայի, այլ միկրոկլիմայի կառավարման եւ քաղաքական էներգախնայողության գործիք է։ Մեր մոտեցումը հիմնված է պետական շահի վրա։ Մենք առաջարկում ենք անցում կատարել ռեսուրսների մսխման մոդելից դեպի կայուն եւ հաշվարկված զարգացման։ Մաքուր բնությունը եւ առողջ հասարակությունը մեր երկրի մրցակցային առավելություններն են համաշխարհային շուկայում եւ մենք պարտավոր ենք դրանք պաշտպանել օրենքի ողջ խստությամբ։ Շնորհակալություն։ Հիմա իր ծանր խոսքը կասի մեր կուսակցության մեջ մեծ հեղինակություն վայելող եւ մեծ ժողովրդականություն, կարելի ասել ամենամեծ ժողովրդականությունը վայելող գործադիր քարտուղարը, որը նաև շատ ուժեղ մասնագետ է տնտեսության հարցերում, հարկային քաղաքականության, ֆինանսավարկային հարցերում։ Պարոն Աբրահամյան, խնդրում եմ։ Բայց ես ոչ բյուջեից եմ խոսելու, ոչ տնտեսությունից։ Ես խոսելու եմ մի թեմայից, որը
շատ կարևոր եմ համարում, մանավանդ երբ որ այս պահին, որ մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ, Լևոն Զուրաբյանը իր ելույթի սկզբում ճիշտ են մուտքով սկսեց, ինչով ես եմ հիմա սկսելու, դա իրարից անկախ է ստացվել իհարկե։ Ուրեմն իսկապես տարիներ շարունակ եւ անցյալում եւ ներկայում մեզ հաճախ բարեկամաբար իհարկե մեր կողմնակիցները, մեր համակիցները հաճախ քննադատել են այն բանի համար, որ մենք առաջին պլան ենք բերում, առաջին պլան ենք մղում բարդ հասարակ մարդկանց համար մի քիչ բարդ ընկալելի հարցեր, խնդիրներ խորհուրդ են տալիս նույնիսկ մի փոքր դոզայով պոպուլիզմ մտցնել մեր խոսքի մեջ այդ բարի քննադատությանը մենք ունենք միշտ հետևյալ պատասխանը ինչու ենք մենք այդպես վարվում իսկ որն է քաղաքական ուժի առաքելությունը ինչի համար է ընդհանրապես ստեղծված քաղաքական ուժը առանձին անհատներ, քաղաքական գործիչներ, որն է իրանց առաքելությունը։ Երբ որ միավորվում են կուսակցություն են ձևավորում, որն է այդ կուսակցության առաքելությունը։ Մենք համարում ենք, մենք խորապես համոզված ենք, որ քաղաքական ուժի առաքելությունը ճիշտ գնահատել արկա իրավիճակը, գնահատել հնարավոր զարգացումները, վեր հանել պետության եւ հասարակության կյանքի արժեվ կանգնած ամենակարևոր գլխավոր խնդիրները ուսումնասիրել դրանք եւ առաջարկել դրանց լուծման ռազմավարական ուղիներ քաղաքական ուժը այլ առաքելություն պարզապես չի կարող ունենալ ընդ որում կան նաեւ քաղաքական սկզբունքներ որոնք մեզ համար շատ թանկ են եւ ուղեկցել են մեզ մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում։ Այդ ճանապարհին քաղաքական գործունեության մեջ երբեք դուրք չտալ հասարակական կարծիքին, չհաճոյանալ, ոչ թե առաջնորդվել հասարակական կարծիքով, այլ առաջնորդել քո ծրագրերով, քո առաջարկներով առաջնորդել հասարակությունը։ Ասել միայն ճշմարտությունը, երբեք չխաբել եւ մոլորության մեջ չգցել ժողովրդին, գործել գերագույն պատասխանատվությամբ, քո վրա վերցնելով բոլոր հարվածները։ Սա քաղաքական ուժի իրականում միակ առաքելությունն ու միակ գործելաձևն է, գործելաոճն է, որը ընդունելի պետք է լինի։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք ոչ թե քաղաքական ուժի հետ, այլ իշխանատենչների մի խմբակի հետ։ Բժշկի, ուսուցչի, շինարարի սխալները, հնարավոր սխալները կարող են մի քանի հազար մարդու ճակատագրի հետ խաղալ։ Քաղաքական ուժի սխալները կարող են ծանր հետևանքներ ունենալ ամբողջ ժողովրդի, ամբողջ ազգի համար։ Հետևաբար քաղաքական ուժը սխալվելու իրավունք չունի։ Նա իր բոլոր գործողությունները պետք է մանրակրկիտ հաշվարկի, նա պետք է առաջարկի խելամիտ լուծումներ, պետք է առաջարկի իրատեսական ծրագրեր, երբեք չպետք է տրվի հույզերին, երբեք չպետք է զբաղվի պոպուլիզմով։ Ինչու մենք չենք զբաղվում պոպուլիզմով։ Կարծում եք դժվար բան է։ Դա բոլորովին դժվար բան չի։ Դրա համար պետք չի հատուկ կրթություն։ Մեր կրթությունն էլ աներում, ընտրական տեխնոլոգիաներին էլ ենք տիրապետում, հասարակական կարծիքի վրա ազդելու տեխնոլոգիաներին էլ ենք տիրապետում, բայց մենք դա չենք անում երբեք։ Ինչու չենք անում։ Որովհետև համարում ենք, որ պոպուլիզմով զբաղվելու համար պետք է ընդամենը մի բան, խելք պետք չի, պետք է չունենալ ամոթի զգացում եւ պետք է խորապես արհամարել քո սեփական հարազատ ժողովրդին։
38 տարի մենք առաջնորդվել ենք այս քաղաքական սկզբունքներով։ Դրա ամենավառ վկայությունը բոլորդ հիշում եք երկու իրադարձությունն է, որոնք տեղի են ունեցել 97-98 թվականներին եւ 2017 թվականի ազգային ժողովի ընտրություններում։ Երկու դեպքում էլ մեր քաղաքական ուժը, մի դեպքում որպես իշխանություն, մյուս դեպքում արդեն որպես ընդդիմություն, իր վրա վերցրել է օրակարգի գլխավոր հարցը՝ խաղաղության խնդիրը։ Երկու դեպքում էլ մենք պարտվել ենք, ցավոք սրտի։ Երկու դեպքում էլ պատմությունը ցույց է տվել, որ մենք ճիշտ էինք։ Մեր առաջարկած լուծումները, մեր առաջարկած ծրագիրը իր ոչ միայն իրատեսական էր, այլ միակ ճշմարիտներ այդ իրավիճակում։ Երբ որ իշխանություն էինք եւ գնում էինք խաղաղության ծրագրով, հրաշալի հասկանում էինք առաջին նախագահ եւ իր ամբողջ թիմը հրաշալի հասկանում էր, որ սա կարող է ավարտվել իշխանությունը հանձնելով, որովհետև դու կանգնելու էիր մի հսկայական հոգեբանական պատնեշի առջև մի կողմից, մյուս կողմից բազմաթիվ խմբերի ու խմբակների շահերի հետ գործ ունեիր։ Դու բախվելու էիր այդ ծանր պատին, ընդ որում դրա մեջ էին ամբողջ ընդդիմությունը, դրա մեջ էր ամբողջ այսպես կոչված ճակերտավոր էլիտան ազգային, մտավորական էլիտան, հասարակության միահագին մաս, Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր հաղթած բանակի սպաները, նրանց մի մեծ մաս։ Հասկանալի էր, որ դա այդ խնդիրը շատ բարդ է լինելու լուծել, բայց այդ ուժը իրավունք չուներ չգնալու այդ ճանապարհով։ Հակառակ դեպքում կդավաճաներ սեփական երկրին եւ սեփական ժողովրդին։ Նույնը եղավ 17-ին։ Այս կուսակցությունը, մեր կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը իր վրա վերցրեց մի խնդիր, որը այդ խնդիրը պետք է իր վրա վերցներ իշխանությունը։ Իշխանությունն էր պարտավոր ժողովրդին ցույց տալ ճիշտ ճանապարհը, ահազանգ հնչեցնել, տագնապ հնչեցնել, կազմակերպել ժողովրդին, ոգևորել ժողովրդին, հասկացնել ժողովրդին։ Իշխանությունը վախեցավ դա անել։ Այդ գործը վերցրեց ընդդիմությունը։ Կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը դաշինքով մնացին միայնակ այս բոլոր հարվածների դեմ։ Հարվածները տեղացին աչից, ձախից, դիմացից, թիկունքից, ամեն կողմից։ Մենք ի վերջո էլի պարտվեցինք ցավոք սրտի։ Բայց դա չի նշանակում, որ դու պետք է փոխես քո սկզբունքները, փոխես քո մոտեցումները, փոխես քո ծրագրերը, ամենևին։ Քաղաքական ուժը գնում է իսկական, իրական քաղաքական ուժը պետք է առաջնորդվի հենց դրանով, սկզբից մինչև վերջ։ Մենք միշտ ստեղծման օրվանից 88 թվից ՀՇ-ն, Հայ ազգային կոնգրեսը միշտ ապավինել ենք միայն ժողովրդի գիտակցության, ժողովրդի բարոյական արժեքների, մշակութային արժեքների վրա, երբեք չենք խաղացել ժողովրդի հույզերի հետ, երբեք չենք խաբել եւ երբեք կեղծավոր չենք եղել։ Հիմա մենք անում ենք նույնը եւ այս առաջիկա մեկ ամիսը նույնպես նվիրված է լինելու մեր կողմից այդ խնդրի լուծմանը։ Մենք ինչպես տեսակ բարձրացնում ենք գլխավոր ռազմավարական խնդիրները մեր պետության եւ մեր ժողովրդի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող։ Մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով եւ մեզ, եթե ուզում են գնահատել մեր ընտրողները, հենց այդ սկզբունքից ելնելով պետք է գնահատեն։ Շնորհակալություն բոլորիս ցանկանում եմ բարի երթ եւ հաջողություն հաղթանակ այս ընտրություններում, որը կլինի նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի հաղթանակը։ Ինձ թվում է բոլորը հասկացան ինչու է պարոն Սամվել Աբրահամյանը վայելում այդքան մեծ ժողովրդականություն։ Հիմա մենք իրականում նախատեսել էինք հարցեր, եթե այդպիսիք կան։ Չգիտեմ, կարող է ինչ-որ ասպեկտներ կան, որ այդքան միջև վերջ հասկանալի չէին կամ դուք ունեք ձեր դատողությունները
Եթե նման հարցեր կան, խնդրեմ, ներկայացեք, այդ հարցը տվեք։ Իսկ եթե պարզվի, որ Սամվել Աբրահամյանը այնպիսի մի ելույթ արտասանեց, որից հետո հարցեր չեն կարող լինել, ուրեմն մենք կհաշտվենք նաև այդ իրողության հետ։ Հələ, բանա, հարց ունի, բնացական։ Քաղաքաշինության ոլորտի մասին կուզեի ավելի մանրամասն եւ դա ծրագրի մեջ կա այդպեսի բան հատված, թե դա հետագա աշխատանքում պետք է լինի։ Մենք ընդհանուր առմամբ խոսում ենք քաղաքաշինական նորմերի խստացման մասին, բայց դա մի քիչ ստրատեգիական խնդիրների մեջ տենց չենք դասավորել, իհարկե դա շատ կարևոր բան է։ Այո, խնդրեմ։ Այսինքն քաղաքաշինական ինչ-որ ասպեկտներին առնչվում են օրինակի համար այդ հանրային գոտիների կառուցումը, ստեղծումը, էկոլոգիական նորմերին առնչվող քաղաքաշինության նորմերը, այս բաները կան, բայց դրանք ոնց ասեմ, ավելի շատ այնպիսի բաներ են, որոնք վերաբերում են ստրատեգիական նպատակների եւ կոնկրետ մեր քաղաքացիների առողջությանը եւ այլն եւ այլն։ Երկու բառով ասեմ, քաղաքաշինական օրենքների ոչ թե խստացում է, գոնե պահպանում եղած է։ Սա գնացել է կոպիտ խախտում է դեր մասնագիտությունը, ես դրա վրա եմ ասում։ Երևանը վերածվել է էկոլոգիական աղետի գոտի։ Բարից բուն իմաստով, այս տրանսպորտային կոլապսը բան, հատուկ բաներ արել, որ վատան արել։ Ես դրան գիտեմ, եթե մարդը ասեն ուզում է 10 հատ փոփոխություն արի, 10-ից 8-ը սխալ են, ճիշտ ասում եք սխալ է, բայց եթե 100 հատանում 100-ը սխալ, դրանք մտա դիտավորություն, այս է այո։ Վերջացրեցի։ Դրան դուր ուշադրություն։ Շատ կարևոր դիտարկում էր, չեմ կարծում, որ հիմա մենք այդ փոփոխությունը կմտցնենք, բայց նկատի կունենանք, իսկ հաղթանակի դեպքում կիրագործենք։ Ուրիշ հարցեր կան։ Լավ, եթե չկան, կարծես բավականին սպառիչ եւ համապարփակ ներկայացվեց մեր ծրագիրը։ Մեր ծրագիրը, ինչպես ասացինք, դա մեր քաղաքացիների ցանկությունների եւ պատկերացումների բավարարման ծրագիր է, բայց նաեւ այդ նպատակին հասնելու ռազմավարական լուծումների ծրագիր։ Ես կարծում եմ, որ այս ծրագրով իդեպ այստեղ ասվեց, ռազմավարական լուծումներ առաջարկում է միայն Հայ ազգային կոնգրեսը։ Իսկապես մնացածի մոտ դա պատրանքների վաճառք է, ուրիշ բան չի։ Եվ այս ծրագիրը ես վստահ եմ, որ կարժանանա մեր ժողովրդի համակրանքին։ Իսկ ինչ վերաբերվում է պարոն Աբրահամյանի բարձրացրած հարցերին, դուք ասացիք, որն էր, պարոն Աբրահամյան, որն էր մեր մանիֆեստը, մեր մոտեցումները։ Հիմա ես ասեմ, որն է իշխանության մանիֆեստը, իրենց կարծիքով քաղաքական ուժի առաքելությունը։ Դա հետևյալն է, ուսումնասիրել բոլոր հասարակական խմբերին, ստեղծել, այո, լրտեսման, գաղտնալսման, վերահսկման միջոցներ, հանրային կարծիքը օգտագործել բացառապես սեփական PR-ը անելու նպատակով, ապուշի տեսքով լսել ռաբիզ եւ ուղիղ եթերում ուտել պերաշկի եւ կուկուրուզ, վստահ լինելով, որ նման տեխնոլոգիաները բերում են ինչ-որ մարդկանց նաև համակրանք, բացարձակապես չխոսել ռազմավարական լուծումների մասին եւ խոսել միայն դատարկաբանությունների մասին եւ սպասարկել սոցիալական ցանցերում եղած ամեն մի միջանցահովիկը։ Ահա սա է իշխանության մանիֆեստը, ցավոք սրտի իրենք
առայժմ օգտագործելով այդ մանիպուլյացիոն տեխնոլոգիաները հաջողել են, ամենայնպես արդեն 8 տարի իշխանության գլուխ են, չնայած իրենց իսկ խոստովանությամբ այդ 8 տարվա մեջ իրենք մնացել են նույն առաջին դասարանում, ոչ մի բան չեն սովորել, բայց այն իրենց սովորածը, այսինքն հասարակական կարծիքի մանիպուլյացիայի արտակարգ ձիրքը, որ իրենք ունեն, փաստորեն մինչև հիմա շարունակել է անխափան ծառայել իրենց նպատակներին։ Հուսով եմ, որ հունիսի 7-ին կլինի այն պատմական պահը, երբ որ մեր ժողովուրդը կասի, որ բավական է։ Սովետական Բավական է։ 8-ամյա բան կար, չէ, կրթություն։ Լուծում դասարանից հետո կարող էին ավարտել։ Այսինքն հունիսի 7-ը պետք է դառնա այն օրը, եւ ժողովուրդը կասի բավական է։ Մենք այլևս չենք ցանկանում լսել խաբեբաներին, ամբողջավարներին, հտպիտներին, ծաղրածուներին։ Ձեր դարը ավարտված է։ 8 տարին էլ մեզ այսքան հերիք էր։ Եվ վերջապես կգնանք այն ճանապարհով, որը բերում է Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը խաղաղություն, առողջություն, բարեկեցություն եւ վերջում մի խնդրի մասին էլ կուզեի խոսել, որի մասին չենք խոսել եւ դրանով ավարտել։ Դուք գիտեք, որ այսօր երկու մեծ գլոբալ պատերազմ սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Դա ամերիկա-իրանական պատերազմն է, որը ուղղակի մեր սահմանների մոտ է ընթանում, ճիշտ է հիմա զինադադար է, եւ դա Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջև ծավալվող կարելի ասել գլոբալ պատերազմը, որը առաջին հայացքից է միայն թվում, որ ռեալ պատերազմ չի, բայց ինքը արդեն պատերազմ է, որը գնում է տարբեր երկրներում, Ուկրաինայում, Մալիում, աֆրիկյան այլ երկրներում, այսինքն այսպես կոչված պրոքսի կամ միջնորդավորված պատերազմ, որը ինչ եմ ես դրա մասին խոսում, որովհետև հիմա ամենամեծ վտանգը այն է, որ Եվրոպական միության եւ Ռուսաստանի պատերազմը կտարածվի Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Այսօր մենք տեսնում ենք, որ եւ Եվրոպական միությունը եւ Ռուսաստանը դիրքավորվել են այս ընտրություններում, արդեն առաջին անգամ հայոց պատմության մեջ ընտրություններից առաջ իրենց խաղադրույքները դրել են։ Մի մասը, այսինքն Եվրոպական միությունը ունի իր տեխնացուն, Ամերիկան էլ նույն տեխնացուն ունի, Թուրքիան, Ադրբեջանը, դա Նիկոլ Փաշինյանն է, արդեն Ռուսաստանն էլ է համարյա բացահայտ խոսում, թե ով է իրենց տեխնացուն։ Մենք գտնվում ենք մի վիճակում, որ այս արևմտամտությունը կամ ռուսամետությունը կարող են ուղղակի քանդել մեր երկիրը։ Եվ մենք, եւ կարելի ասել մեր գլխավոր ռազմավարական ուղղությունը հենց այն է, որ մենք չպետք է խաղալիք դառնանք այդ բոլոր թեկուզ եւ շատ մեծ իշխանություն եւ հզորություն ունեցող աշխարհակաղակական կենտրոնների համար։ Մենք եղել ենք անկախական, կանք անկախական եւ լինելու ենք անկախական։ Մենք այդ խաղերի մեջ չենք մտնելու եւ մեր գերագույն խնդիրը այս ընտրություններում լինելու է նաեւ, որ մենք թույլ չտանք հիբրիդային պատերազմի ծավալումը Հայաստանում եւ թույլ չտանք, որ Հայաստանը դառնա կռվադաշտ։ Այն ինչ որ հիմա կատարվում է Ուկրաինայում, Մալիում եւ այլ երկրներում։ Սրանից պետք է խուսափենք։ Ամեն ինչ գնում է այս ուղղությամբ։ Գլխավոր իհարկե հիբրիդային պատերազմի գլխավոր հրավիրողը դա Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն է մտել այս խաղի մեջ։ Ինքն է տանում այս ուղղությամբ։ Եվ այս վտանգները հիմա այս սպառնալիքները կուտակվում են մեր գլխին։ Ուրեմն մեր ռազմավարական գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ մենք հիբրիդային պրոքսի պատերազմ Հայաստանում թույլ չտանք։ Իսկ դրա միակ միջոցը այն է, որ իշխանության գա անկախական ուժ, որը միշտ համարել է, որ անկախ երկիրը պետք է զարգացնի հարաբերություններ բոլոր ուղղություններով, լինի կամուրջ տարբեր գերտերությունների համար, համագործակցության համար
եւ որի գլխավոր կոնցեպտը հետեւյալն է. Հայաստանը կռվադաշ չի, Հայաստանը համագործակցության կամուրջ է։ Եվ սա մեր ռազմավարական գլխավոր կոնցեպտներից մեկն է։ Ուրեմն թույլ տվեք սրանով ավարտել մեր այսօրվա հանդիպումը։ Ես հուսով եմ, որ մեր այս ներկայացումը, այս պրեզենտացիան մեր ծրագրի կընկալվի մեր ժողովրդի կողմից որպես խելամիտ ուղի Հայաստանի համար։